Աշխարհը բաց է կրեատիվների, իսկ HiFind-ի կրեատիվը ձեր բիզնեսի, կոնտենտի եւ բլոգինգի նոր հնարավորությունների համար։ Մեր հյուրը արդեն հասցրել է ճամփորդել 49 երկիր, ճիշտ եմ։ Այո։ Ահա, եւ այդ ընթացքում հասցրել է բացահայտել ու խոսել իր բլոգում ոչ միայն ճամփորդությունների, այլև ինքնախնամքի, համեղ ուտելիքների եւ կյանքի գեղեցիկ պահերի մասին։ Բարի գալուստ HiFind եւ կրեատիվ Լանա ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար ու շնորհակալ եմ ինձ տակն ու վրաներով համար։ Մենք ասում ենք։ Նախքան մեր հաղորդման սկսելը ես կառաջարկեմ, որպեսզի մեր տարայից Լուսնեի օգնությամբ հանեք մեկ բիզնեսի անուն, որը գրանցված է HiFind-ում։ Սկսենք։ Գուցեջուր խմենք։ Stylish unique։ Stylish unique։ Ըստ քեզ ինչ կլինի, Լան։ Օ, նորաբոյ, ինչ-որ իրերի Հագուստ, հա։ գուցե հագուստ։ Այո։ Ոնց է գրանցված stylish unique։ Unique։ Այսպես, հա։ Ահա։ Եկեք հասկանանք։ Ահա։ Դուք որ սեղ մեկ վրեն արդեն կգնա իր Instagram-ի էջը, կարող եք նայել։ Այո, մենք ճիշտ։ Իրոք, stylish unique։ Շատ համապատասխան անուն է։ Ու կարելի ասեմ քո ոճի շորեր են։ Այս դեղին ժակետը արդեն դուրս եկավ։ Ասում եմ, պահեք։ Արի էջի ակտիվությունը նայենք, տեսնենք վերջին պոստերը երբ է արվել։ Վերջում մեր բոլոր էջերը ակտիվ են։ Չէ, 5 օր առաջ, այսինքն էջը ակտիվ է, ու շատ իմ ոճով է։ Այո։ Ես հաստատ կդառնամ ոչ միայն կհետևեմ էջին, այլ կդառնամ հաճախորդ։ Այսպիսի հրաշքներ են տեղի ունենում HiFind-ի կրեատիվ հաղորդման շրջանակներում։ Վիզուալն էլ է շատ։ Այո, ամեն շատ գեղեցիկ է, շատ համահունչ է։ Ապրեք։ Էջին համապատասխան անուն է շատ։ Ապրեք շատ։ Հիմա առաջարկում եմ ջուր խմենք, որպեսզի լուսնին ծառավ չմնա։ Խմենք վիտամինայի ջրերից։ Ծանոթ են ձեզ վիտամինայի ջրերը։ Այո, հատկապես համային տարբերակներն է ծանոթ։ Հիմա շատ ակտիվ մարզվում եմ ու միշտ պայուսակիս մեջ կան։ Իսկ որ համն ես ամենաշատը գերադասում։ Այն վարդագույն ելակն է, բանն է, չգիտեմ որ համն է, բայց Կարծեմ ունեք, քեզ հետ նվեր ես տալի։ Մարակույա առաջինը Լուսինեին։ Այո, ջուրը մեծին, խոսքը փոքրին։ Դա հակառակն է։ Խոսքը մեծին, ջուրը փոքրին, չէ՞։ Հա։ Մեծ բարի եթեր։ Լանա ջան, սկսում ենք բլից հարցերը։ պատրաստ։ Ճամփորդել մենակ, թե գոնե մի անգամ կորել որևէ քաղաքում ընկերների հետ։ Ճամփորդել մենակ միշտ։ Տեսեք կորելի ընկերներ։ Կորելուն եւս դեմ չեմ։ Բայց կորել ես։ Հա։ Բազմիցս։ Աշխատանքի ընդունել ընկերոջը, թե լրիվ անծանոթի։ Լրիվ անծանոթի։ Ֆոլովերների թիվը աճեցնել, թե խնայել նյարդերը։ Խնայել նյարդերը։ Օտար երկրում տեղացիների հետ ընկերանալ, թե անընդհատ սթորիներ անել։ Տեղացիների հետ ընկերանալ ու այդ միշտ եմ անում։ Ու սթորիներ անել։ Ու իրանց հետ սթորիներ եմ անում։ Թիմ բիլդինգ անել, թե թիմի դրամա լուծել։ Այս պահին երկուսն էլ անում եմ։ Լուրջ։ Բայց ավելի ցանկալին թիմ բիլդինգներ անելն է։ Hate comment կարդալ, թե նախկինի սթորին տեսնել։ Կոմենտ կարդալ։ Ճամփորդության ժամանակ սիրահարվել, թե ամենուր անվճար Wi-Fi լինի։ Սիրահարվել։ Հա։ Հա դու ունես։ Ես մշտական ինտերնետ ունեմ։ CV-ով սիրահարվել, թե ինտերվյուից հետո փոշմանել։ Այս դեպք եղել է։ Ինտերվյուից հետո փոշմանել եմ, բայց CV-ով դեռ չեմ սիրահարվել։ Մի քիչ վախենալու է CV-ով սիրահարվել, ավելի լավ է փոշմանենք։ Ես բնական եմ ասել, թե մի 87 կադրից հազիվ մեկը ընտրել։ 87 կադրից հազիվ մեկը։ Երբեմն այդ էլ չի լինում։ Եվ ամենավերջին հարցը, ինֆլուենսեր իվենտները ընտրել, թե տակծածկոց, սուշի սերիալ կոմբոն։ Դե ասա Լանան։ Ոյ։ 30-ից հետո տակծածկոց։ Սուշի Սերիալ չեք կանչելու իվենտ։ Անկամ դուք ռիլ ունեք։ Շատ լավ, իմ բիցարցերը այսքանն էին, մենք ահագին բան քո մասին իմացանք եւ հետեւություններ արեցինք։ Շատ լավ, բայց իվենտներին կգամ։
Իմ ծածկոցով։ Սուշի կոմբոյով։ Անցնում ենք առաջ Լանա ջան։ Նախքան կրիայի ռիթմը սկսելը, ուզում եմ հասկանալ, դուք կրիային ում հետ եք ասոցացնում կամ ինչի հետ եք ասոցացնում։ Երևի հաստատակամության հետ երբեմն իմ հետ եմ ասոցացնում, հատկապես նպատակին հասնելու այդ հաստատուն ճանապարհը անցնելն է։ Ահա։ Ուզում եմ հասկանալ ձեզ համար դանդաղ ու հանգիստ պահերը համարվում են շքեղություն, թե անհրաժեշտություն։ Անհրաժեշտություն։ Հիմա հատկապես անհրաժեշտություն։ Իսկ ունեք այնպիսի մի ռիտուալ ձեր առօրյայում, որը օգնում է, որպեսզի դուք գաք ինչ-որ հավասարակշռության ու բալանսավորված կյանքով ապրեք։ Երևի բավականին վաղուց ես սկսել եմ շուտ վերադառնալ տուն ու այն party pub-եր էլ ինձ այդքան չեն գրավում ու ես ժամը 9:30-ից սկսում եմ իմ քնելու ռիտուալը, ճիշտ է քնում եմ 11-ի կողմերը, բայց մինչև դա մարմնի խնամքով եմ զբաղվում, ուղեղս եմ հանգստացնում, երբեմն գիրք եմ ընթերցում ու պարտում եմ քնելու, այդ հանգստությունը շատ եմ կարևորում այս պահին, սենց խառախշտիկ կյանքում։ Լավ, ուրեմն անցնում ենք արդեն խաղին, մենք ունենալու ենք ավազային ժամացույց։ 1 րոպե տևողությամբ։ Դուք բարձրացնում եք ամեն բառը, փորձում ասոցացնել ձեր գործունեության կյանքի հետ։ Երբ պատրաստ լինեք, կասեք շրջան։ Որ այդպես նայենք պատրաստ չեմ լինի շրջանք։ Գնացինք։ Տուն, իմ ապագա տունը, որը կառուցում եմ արդեն։ Կողմնացույց, ճամփորդություն, Կորել։ Մշտապես։ Արևային ակնոց, սա այն իրն է, որը ես միշտ մոռանում եմ ճամփորդելիս։ Դրա համար հիմա բոլոր պայուսակներում մի հատ բացիկ սովորություն ունեմ տարբեր երկրներից, որ գնում եմ ճամփորդության, ինձ բացիկներ եմ գրում, ուղարկում Հայաստան, որ վերադառնամ ու ստանամ։ Վրան, այս իմ կյանքի մի մասն է, ես շատ եմ ճամփորդում վրանային տարբերակներով, արշավներ շատ եմ սիրում, ու այս էլ իմ առօրյայի շաբաթ-կիրակիների ընկերն է։ Բարդ իմ ամբողջարիների ընկերը։ Քո բոլոր ընկերները բոլոր իրադրություններում ինքը իմ ընկերն է։ Կավե բաժակ, կավե գործությունն էլ շատ եմ սիրում ու շատ եմ խրախուսում ծանոթներիս, մտերիմներիս ու իրենց հետ նաև կազմակերպում եմ, որ գնանք այս փորձառություն ունենանք։ Իմ սեղանին բացառապես միշտ արդեն տարիներ շարունակ կավե բաժակներ են, իմ պատրաստած։ Ողջունելի է։ Բրավո։ Անցնենք հաջորդ խաղին 7 վայրկյանում։ Նախքան խաղը սկսելը հետաքրքիր է, երբ ձեզ ասում են ժամանակ չկա բառը կամ արտահայտությունը, դուք ինչ եք զգում։ Կախված որտեղ են ասում, եթե օդանավակայանում տագնապ առաջացնում, բայց եթե առօրյա կյանքում դրանից այդքան էլ լավ չեմ զգում։ Այսինքն չես սիրում, որ քեզ սահմանափակում է։ Այդ ոչ առաջնահերթ լինելու Ահա, գաղափարի հետ։ Երբ բոլորը սկսում են շտապել, դուք եք այդ նույն ռիթմի մեջ ընկնում, թե արդեն սկսում եք շարունակել ձեր ռիթմը։ Չէ, բացառապես իմ ռիթմով եմ, որովհետև միշտ գիտեմ, միշտ լավ է լինելու։ Շտապեմ, չշտապեմ, արդյունքը նույնն է լինելու։ Դրա համար սկսել եմ հանգիստ կյանք վարել։ Դու հասկացել ես կյանքի ոսկե կանոնը։ Իսկ օդանավակայանի դեպքում, եթե շտապելու բազմիցս հնչում է իմ անունը, վերջին կանչի ժամանակ, արդեն սովոր եմ։ Էլ տագնապի չեմ ենթարկվում, բայց փորձում եմ արագացնել մի փոքր։ Այս ամեն հարցերի համար ձեզ տրվելու է 7 վայրկյան ժամանակ, որպեսզի պատասխանեք։ Փորձենք։ Գնացինք։ Ամենագեղեցիկ տեսարանը, որ երբևէ տեսել եք, բայց չեք հասցրել նկարել, երևի ոչ թե չեմ հասցրել նկարել, այլ չեմ ուզում նկարեմ սենց տեսարանները, որովհետև իրանք կադրից դուրս այնքան սիրուն են, այդ եղել է խուստուփից բացվող լուսաբացը, որ ուղակի վայելել եմ, ճիշտ է հոգնած, տանջված հասել եմ, բայց վայելել եմ այս տեսարանը, եթե չեք տեսել, անպայման փորձեք։ Ծննդյան օրը ձեզ համար ավելի շատ անցած տարվա ամփոփում է, թե նոր սկիզբ, որն է ձեր ամենահիշարժան ծննդյան օրը։ Ոնց եք ես հարցը գրել։ Ես սարսափելի շատ եմ սիրում իմ ծննդյան օրը ու ես դա տոնում եմ եռատոնով։ Մայիսի 17, 18, 19, 17-ին ամփոփում եմ ինչ ա եղել անցած տարում, որտեղ այնքան բաներ ա եղած լինում, պետք է հասցնեմ ամբողջ օր ամփոփեմ։
18-ին վայելում եմ ծննդյանս օրը, 19-ն էլ են առաջի օրն է, որով սկսվում է տարին, իսկ ես հակված եմ մտքին, տարին ոնց սկսես, այդպես էլ անցնելու է։ Դրա համար սկսվում է լավ ու միշտ լավ տեղ։ Ու ինքը երբեք չի լինում Հայաստանի որպեսզի մենք գոնե գնանք շնորհավոր ենք։ Բայց շատ ճիշտ ընտրություն է։ Այո, միանշանակ։ Բոլոր ծննդյան օրերն է շատ եմ սիրում, սենց յուրով են անցնում, պարբերաբար մենակ, պարբերաբար ընկերների հետ, բայց երևի ամենատպավորիչը իմ 20-ամյակի ծննդյան օրն է եղել, երբ մամաս հենց 20 նվեր էր պատրաստել, ու ես հենց դեպից անում էի այդ 20 նվերները ու հենց այդ տարի ծննդյանս օրը անցավ Լեռներում։ Այդ էլ բավական հետաքրքիր է։ Միջարը շատ հավես ու հետաքրքիր գաղափար ծննդյան օրերի թվով նվերներ պատրաստել, հատկապես ես շուտով 45 տարեկան եմ, շուտով 1 տարի Ու արդեն Դավիթին է, չէ՞ դա։ Ունեք մի զբաղմունք, որի ընթացքում դուք կորցնում եք ժամանակի զգացողությունը եւ մոռանում առօրյա լարվածությունը։ Երևի վերջին շրջանում այդ կլինի կավագործությունը, հաճախ եմ գնում ու շատ եմ սիրում այդ մոտորիկան զարգացնելը, կտրվելը, ինչ-որ նոր բան ստեղծելը։ Իսկ առասարակ ճամփորդելն եմ սիրում, որտեղ ժամանակի զգացողությունը ուղղակի չեմ զգում։ Եթե հիմա փակեք աչքերն ու փորձեք հիշել ձեր ամենաազատ զգացած պահը, ինչ պատկեր առաջինը կգա ձեր մտքում, երևի դա կլինի Բրազիլիայում թռիչքը, հելիկոպտերը, ուղղաթիռով, հա, երբ որ այդ շքեղ տեսարանները բացվեցին, Հիսուսի արձանի վերևով էինք պտտվում ու այն ամեն ինչը ինչ տեսել էի կինոներում, ես դա ապրում էի ու չէի գիտակցում, այս իրական է, իրական չի, լրիվ իմ կինոյի մեջ էի։ Ընտիր։ Ճամփորդությունները ձեզ ավելի շատ ազատություն են տվել, թե ամուր կապել ձեր արմատներին։ Այս էլ է շատ լավ հարց է։ Իհարկե շատ ազատություն են տվել, տալիս, բայց նաև օգնել են էլ ավելի գնահատել Հայաստանը։ Սարսափելի կարոտում եմ, իրականում ինչքան էլ սենց շատ եմ ճամփորդում։ Ես Գերմանիայի գնացել ապրելու, սովորելու, բայց վերադարձել եմ Հայաստանի կարոտից, հատկապես ասում այս բառը չի թույլ է տրվում ասել, բայց Արարատ սիմվոլը ես ահա որ շատ եմ սիրում ու այդ լեռն եմ շատ սիրում ու դրա կարոտով էի քնում, արթնանում, մինչև եկա ու չէի հագենում այն տեսարանից, որը պարբերաբար պատուհանից տեսնում էի, դրա խաթր մնացի Հայաստանում։ Իսկ նոր բնականից դու տեսնել ես այդ տեսարանը կա։ Չէ, ես որոշեցի մայրամուտներ նայեմ, որովհետև մայրամուտները իմ կյանքի են մեծագույն սերն է, բայց քանի որ բարձրացել եմ Արարատ, տանը կլինի իմ պատկերը Արարատի գագաթին։ Ընտիր։ Ամեն անգամ դա կնայեք։ Ըստ ձեզ ուժեղ լինելն ընտրություն է, թե բնավորություն, իսկ ձեզ համար ով է ուժեղ մարդը։ Եթե երևի ժամանակին կասեի բնավորությունը, բայց իմ բարակայում դարձել է ընտրություն։ Ուզեմ չուզեմ պետքա լինեմ ուժեղ, քանի որ հատկապես ճամփորդության մեջ չես կարող ուղղակի, օй ես թույլ եմ, եկեք ինձ պաշտպանեք, ես մոլորվել եմ, չէ, ինքդ ես քո հարցերը լուծում, ինքդ ես ցանկացած վատ սիտուացիայից դուրս գալիս, իսկ ուժեղ մարդը երևի համեստությունը կդնեմ մի կողմ ու կասեմ, իմ համար ես եմ օրինակ, ու պարբերաբար աշխատում եմ այդ ուղղությամբ, զարգացնում եմ որոշակի հմտություններ, որ շարունակեմ լինել ուժեղ, մոտիվացնել լիքը ուրիշ մարդկանց։ Կա մի բան, որ ձեզ ամենաշատն է հոգնեցնում ճամփորդությունների ժամանակ, բայց մարդիկ այդ մասին չգիտեն։ Երևի ամենաշատը հոգնեցնում է այդ առավոտյան թռիչքները, որը ես պարբերաբար խնայելու համար մի քանի եվրո ես դա վերցնում հա իրականում հատկապես էլի երևի տարիքից արդեն կախված, որ էլ կենսախնդությունը ինչ էլ ուզենք անենք, այդքան էլ մերը չի, դա հոգնեցնում է ու այդ քնի կարևորությունը էլ ավելի ագլուխ բարձրանում, բայց մեկը ես սա անում եմ, որովհետև գիտեմ այս տարիները էլի հետ չեմ բերելու, որոշ տարիներ հետո փոշմանելու եմ, որ չեմ արել։ Քնելը միշտ կա։ Հատկապես երեխայից հետո չես կարողանալու այս ժամերին վերցնել երեխային էլ հետը, քանի մենակ ես ասում ես։ Այո, հաստատ։ Մեր խաղերը ավարտվեցին։ Ունենք արդեն առաջադրանքներ։
Եվ առաջին առաջադրանքի համար խնդրելու ենք, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը ասի մեկ բառ։ Դուք այդ 3 բառերը կապելու եք իրար եւ ուղերձեք հղելու ձեր եւ մեր լսարանին։ Շատ Սկսենք ինձանից հիշողություն։ ճամփորդություն։ Ինքնախնամք։ Ով։ Սիրելիներ ջան, զբաղվեք ինքնախնամքով, շատ ճամփորդեք ու ստեղծեք անմոռանալի հիշողություններ ողջ կյանքի համար։ Բրավո։ Մեր հաջորդ առաջադրանքը։ Ուզում եմ մի պահ պատկերացնեք, որ մեր Hi-Find-ի կրեատիվը մեկ երկիր է, որտեղ առաջին անգամ եք եղել։ Հետաքրքիր է, ինչ տպավորություններ ու զգացողություններ կստանաք մեր երկրից։ Օ, շատ ջերմ երկիր էր, հաստատ կվերադառնայի։ Կմտնեմ չդիվավորեցիք։ Զուրրացող կմտներ իմ վերադարձվող երկրների լիստի մեջ։ Ջուրն էր շատ լավ։ Գրեթե ճամփորդելուց գրեթե բոլոր երկրներում ջրի հարց կա, չէ՞։ Միշտ կարոտում են որ Հայաստանի ջուրը, այստեղ ջուրը շատ լավն է։ Հաստատ կվերադառնամ, մթնոլորտներ էր լավ ու ես վերադառնում եմ միշտ էմոցիաների հետևից, երբեմն ճամփորդելուց չեմ հիշում ինչ որ ճարտարապետական լուծումներ, նմանատիպ բաները երբեմն չեն տպավորվում, բայց այն էմոցիաները, որը տվել է այդ երկիրը, վերադարձնում են ինձ նորից ու նորից, այնպես որ այստեղ էմոցիաները շատ դրական են, ես կվերադառնամ։ Ընտիր։ Իսկ եթե նոր մարդիկ ցանկանում են գալ մեր երկիր, իրենց ինչ խորհուրդ կփոխանցեք։ Օ, կփոխանցեմ, որ ուղղակի լինեն ավելի թեթև, չլարվեն, չմտածեն, սա վերցնեմ, նա վերցնեմ։ Ուղղակի գնան այնտեղ ու բացվեն, ոնց կան։ Երկիրը ամեն ինչ կապահովի։ Իսկ հիմա պատկերացնենք, որ ձեր կողքին նստած է փոքրիկ Լանան։ Ինչ բացիկ ուղերձով կնվիրեիք նրան, քանի որ նշեցիք, որ շատ հաճախ տարբեր երկրներից բացիկ եք ուղարկում ձեզ, պատկերացրեք ուղարկում եք փոքրիկ Լանային։ Օ, փոքրիկ տարբերակին երևի, բայց չէի ուղարկի ոչ մի բան, զուտ կգրկեի, եթե տարածքում լիներ։ Ու կասեի շարունակի ոչ մեկին չլսել, ճիշտ ես անում։ Այս վերջի շրջանի ամենակարևոր ուղերձն է, որ ոչ մեկի լսել պետք չի, ուղղակի պետքա գործել։ Միանշանակ։ Այո։ Իսկ եթե ապագայի Լանային հանդիպեիք, ինչ եք կարծում, ինչ կասեր ձեզ, կամ ինչից կբողոքեր։ Ինձ թվում է հստակ կասեր, որ հպարտանում է, որովհետև հիմա ամեն ինչ անում եմ այդ հպարտանալու պահը ունենալու համար, ու վստահ եմ, որ այդ բառին կարժանանամ, ու երևի էլի խորհուրդ կտար, որ ոնց կամ շարունակեմ, դադարեմ ինչ որ բաներից կարճելը ու էլի չլսեմ ոչ մեկին, որ ոնց արել եմ մանկուց ի վեր։ Այո։ Լանա ջան, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Մեր հետ հիանալի ժամանակ մենք միասին անցկացրեցինք, շատ բացահայտումներ արեցինք, հատկապես ընկերների մասով, որոնք դուք երբեք գործի չեք ընդունի։ Ու ուզում եմ Hi-Find-ի կողմից այս մեր փոքրիկ կրեատիվը որպես հուշ տանես քեզ, թե ստիկերների տեսքով, թե այստեղ արդեն նաև փոքրիկ կրեային։ Դուք շատ համահունչ գույների մեջ եք այսօր երկուսդ, է՞։ Մերսի շատ։ Ես սա կօգտագործեմ իմ գրասեղանին, կրյաներ պակաս կապերանա։ Նաև նվեր մեր գործընկերոջ կողմից համային ջրերը, որին դուք արդեն ծանոթ եք, առանց շաքար եւ վիտամիններով հարուստ վիտամինը։ Հիմա քո սիրած նախընտրած համն է, մեջը թե չէ։ Եկեք նայեք, ունեք։ Այո, ես իրա հետ էի։ Լանա ջան, նախքան վերջացնելը կցանկանայի, որպեսզի դուք կիսվեք ձեր տպավորություններով։ Ինչ տպավորություններ ստացաք, ինչ զգացողություններ փոխանցեցինք մենք մեր տաղավարում եւ մեր ներկայությամբ։ Շատ դրական էմոցիաներ եմ ստացել։ Իմ սիրած գույնը դեղին գույնն է, ու կասեմ, որ այդ դեղին մթնոլորտի մեջ էի ես այսօր։ Ես առհասարակ խաղեր չեմ սիրում, ու տենց մտածում էի ընդունեմ, չընդունեմ, բայց լուսինեին շատ եմ սիրում։ Ու ասեցի վստահում եմ կգնամ, ու իրոք վայելել եմ այս ամեն ինչը, չհասկացա ոնց անցա։ Այո, ժամանակը թռնում է Շնորհակալ եմ այդ դրական էմոցիաների համար։ Դեռ կվերադառնամ հաստատ։ Շնորհակալություն հետաքրքիր եւ օգտակար զրույցի համար։ Դուք ցույց տվեցիք ու ես վստահ եմ, որ բոլորս էլ կհամաձայնվենք, որ ճամփորդությունները միայն երկրներ փոխելու մասին չեն, այլ այն զգացողություններ ու հետաքրքիր ու գեղեցիկ պահերը, որոնք մենք ստանում ենք ճամփորդություններից։ Այնպես որ շատ շնորհակալ եմ կիսվելու, գալու եւ հետաքրքիր զրույց ունենալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար ու այս էմոցիաները հետս կիսելու համար։
ճամփորդելու հարցով էլ, եթե հարցեր լինեն, խնդիրներ ունենաք, ինձ գիտեք։ Այո, Ես արդեն լիքը հարցեր ունեմ։ Դուք էլ կարող եք հետևել Լանայի էջին, միանալ ու մենք էլ կսպասենք Content Creative-ի մեր նոր հյուրին։ Վերջ։ Վերջ։